Մեր հիմնական հենց նպատակը դրանում էր, որ մենք գործող միջազգային ցուցադրական ստանդարտների համապատասխան նմանատիպ մի ցուցադրություն գաղափար ունենայինք նաև Հայաստանում, մեր մայրաքաղաքի սրտում, ծմռան աշնան այս ամիսներին ցուցադրությունը ներգրավեց ավելի քան 55,000 այցելու, որը աննախադեպ է անկախ Հայաստանի ցուցադրական, այսպես տարիների համար։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն միատիպ կամ մեկ լսարանի ուղղված ծրագրերով։ Պետք է անընդհատ այդ բազմազանությունը պահել։ Քանի հոգու եք տանջել։ Պետք է ասել, որ եթե նույնիսկ տանջել եմ, հաճախ նաև ցուցադրության բացելուց հետո բոլորի այդ ուրախությունը եւ ժպիտները մի կողմ են։ Այս տարի եւս առաջարկում ենք մեր այցելուներին շատ հետաքրքիր միջազգային նախագծեր։ Առաջին անգամ Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի Լուվրից 16 ուշագրավ արժեքներ, որոնք վերաբերում են արևելաքրիստոնեական մշակույթին։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է, բարև ձեզ, ես Նոյեմին եմ։ Սիրելի ունկնդիրներ, այսօր հետաքրքիր զրույց ենք ունենալու մի շատ կարևոր թեմայի մասին, թե ինչպես ենք պահպանում մեր մշակույթը, մեր պատմությունը, մեր գանձերը։ Երևանի սրտում, մեր մայրաքաղաքի սրտում մի շատ կարևոր կառույց կա, որտեղ տարիներ շարունակ պահպանելով, զարգացնելով, ուսումնասիրելով, մշակելով եւ մարդկանց ցուցադրելով մեզ հաղորդ են դարձնում մեր պատմության հետ, Հայաստանի պատմության թանգարան։ Այսօր ինքնության տաղավարում իմ հյուրերն են Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը եւ զարգացման գծով փոխտնօրենը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Դավիթ Պողոսյանը, որ թանգարանի տնօրենն է, նաեւ մանկավարժական գիտությունների թեկնածու դոցենտ է, եւ Արուսակ Ղազարյանը, որը թանգարանի զարգացման գծով փոխտնօրենն է, Շնորհակալություն, բարև ձեզ, որ այսօր ինքնության տաղավարում եք։ Գիտեմ, որ հատկապես վերջին տարիներին պատմության թանգարանի ակտիվությունը, ծրագրերը, համագործակցությունները եւ այնքան շատ են, որ այս 30 րոպեները իսկապես դժվար էր առանձնացնել այստեղ գալ, բայց շատ շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Շնորհակալ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Անահիտից Մարիամ Մայրաստվածություն այդ ցուցադրության համար, իսկապես հաճելի էր, որ շատերի երազանքներ գնալ Բրիտանիա հանդիպել Անահիտին, բայց Անահիտը եկավ մեզ, որ հանդիպենք, իսկապես շնորհակալություն։ Կպատմեք, թե ինչպես առաջացավ այդ գաղափարը, ինչ համագործակցության արդյունքում։ Թույլ տվեք խոսքը սկսել նաև մեր կողմից շնորհավորանքով ռադիոյի միջազգային օրվա հետ կապված շնորհավորում ենք, մաղթում ենք շատ հաջողություններ ռադիոյի ոլորտի բոլոր աշխատակիցներին եւ նաեւ մենք ենք շնորհակալ այսօրով մեզ հյուրընկալելու համար եւ նաեւ այս հնարավորության համար խոսելու մեր ծրագրերից, մեր գործունեությունից։ Այո, Հայաստանի պատմության թանգարանի համար շատ կարևոր մի ձեռքբերում էր Մայրաստվածություն, Անահիտից Մարիամ միջազգային այս նախագիծը, որը շատ հետաքրքիր այսպես շարունակական համագործակցության արդյունքում ստացվեց բրիտանական թանգարանի հետ։ Կարելի է ասել այս նախագիծը իր այսպես նախնական գաղափարական կողմով սկսեց զարգանալ 2023 թվականից, երբ բրիտանական թանգարանում կազմակերպվել էր մի միջազգային մեծ ցուցահանդես, նվիրված էր Աքեմենյան հելլենիստական շրջանների մշակույթներին, որտեղ նաև տեղ էին գտել Հայաստանի պատմության թանգարանից 3 նմուշ եւ այս նմուշներից մեկը արտաշատից պեղված մի ուշագրավ ծիսանոթ Արչակերպ մեր գործընկերները խնդրել էին եւ դա համադրել էին ցուցադրության մեջ Անահիտ Աստվածուհուն վերագրվող այս հայտնի բրոնզե քանդակից պահպանված գլխի հետ եւ դրա այդ ցուցափեղկի առջև կանգնած ցուցահանդեսի այսպես համադրողի կուրատորի հետ այդ ժամանակ
միջին արևելքի դեպարտամենտի ղեկավար Ջեյմս Ֆրեյզերի հետ սկսեցինք անկախ այսպես ապրիորի ձևով քննարկել նմանատիպ մի պատմական հանդիպումի մասին հենց Հայաստանում, որովհետև փաստորեն Արտաշատից գնացած այս ծիսանոթը հանդիպել էր երկար դարեր հետո, հանդիպել էր այսպես անհատական, պատմական Հայաստանի անհատական կենտրոնից, կարևոր ցուցանմուշների հետ, Գուցե ինչ-որ ժամանակ այդ ծիսանոթը նաև այդ կուրքի մոտ ինչ-որ արարողության մասնակից է եղել, չէ՞։ Չենք կարող ասել, ենթադրաբար, բայց հնարավոր է, որ այդ ժամանակի մարդիկ եւ նա են տեսել եւ նա։ Որովհետև պատմական մայրաքաղաքն էր Արտաշատը եւ նաեւ պատմական, նաեւ կրոնական կենտրոն էր համարվում, նաեւ անհատական այդ գավառը, որտեղից գտնվել են այս բրոնզե նմուշները եւ այստեղ սկսեց քննարկվել նմանատիպ մի գաղափար եւ այդ ժամանակ իհարկե մի քիչ այսպես շատ աղոտ էին կազմակերպման մանրամասները, բայց մենք որոշեցինք պատմության թանգարանում ամեն դեպքում մշակել մի նախագիծ եւ ներկայացնել մեր գործընկերների հավանությանը, մասնագետների հավանությանը, նախնական, այս տարբերակով եւ յուրախություն մեզ, որ այս դեպարտամենտի մեր գործընկերները հավանություն տվեցին գաղափարին, իսկ գաղափարը ինչու՞մ էր, գաղափարը նրանում էր, որ այս նմուշները ոչ թե միայն պետք է գային Հայաստան հատուկ ցուցադրվեին, այլ դրանք պետք է գային համադրվեին Հայաստանի պատմության թանգարանում պահվող համաժամանակյա եւ տարաժամանակյա տարբեր նմուշների հետ, որոնք համախմբվելու էին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, մայրության, գաղափարի շուրջ եւ իրականում մեր հավաքածուները նմանատիպ հնարավորություն ընձեռում են, սկսած նոր քարիդարից մինչև մեր օրերը նմանատիպ գաղափար իրականացնելու եւ նմանատիպ մի ընտրույթ ենք նաեւ մենք այսպես համատեքստային հայեցակարգային ձևով ներկայացրել այս առաջարկ նախագծում եւ սա շատ կարեւոր է շեշտադրել, քանի որ հավանություն առաջացավ գաղափարը եւ ոչ թե միայն պարզապես այս նմուշները Հայաստան բերելու, այս ցանկությունը, որ անշուշտ շատ հայերի մոտ կա եւ ինձ թվում է մշտապես լինելու է։ Այո, գիտեք ինչն է շատ հավես, որովհետեւ երբ որ դու ցուցանմուշը նայում ես շատ լավ է, բայց երբ որ դա ներկայացնում եք ասած քարե դարից մինչեւ ժամանակակից մշակույթ, նախապատմական շրջանից մինչեւ ժամանակակից քրիստոնեության այդ կերպերը, դու ցույց ես տալիս, որ մշակութային այդ շղթան անկախտելի է եւ ամենակարևոր գաղափարը, որը ունեցել է նախամարդը, գուցե, կամ արդեն ինչ որ արվեստ մշակույթ ստեղծող մարդը եւ այսօր 21-րդ դարում տեխնոլոգիաներում ապրող մարդը, իրենց համար այդ գաղափարները չեն կորցրել իրենց արժեքը։ Ամենակարևոր գաղափարներից մեկը իհարկե մայրությունն է եւ այդ կյանքի շարունակականության խորհրդանիշ մայրը թե փոքրիկ արձանիկների տեսքով 7000 տարեկան, թե Անահիտի արձանի տեսքով, թե ժամանակակից բարավորների կամ խորանի ներքևի այդ որմնաքանդակների տեսքով, մեկը մայրության մեծարման եւ մայրության առաջ խոնարհման մասին են։ Եվ այո, եւ խնդիրը հենց նրանում էր, որ մեր հիմնական հենց նպատակը դրանում էր, որ մենք գործող միջազգային ցուցադրական ստանդարտների համապատասխան նմանատիպ մի ցուցադրություն գաղափար ունենայինք նաև Հայաստանում, մեր մայրաքաղաքի սրտում եւ շատ ուրախ ենք, որ իհարկե որոշակի դրանից հետո բավականին փուլերից հետո եւ նաև շատ գործընկերների աջակցությամբ, գործընկերությամբ իրականություն դարձավ, որ այսօրվա մեր այս խոսակցության ժամանակ արդեն մի քիչ ոնց որ երազային է թվում, արդեն որ իրականացել է այս երազանքը, անցյալ կատարյալ, այսպես, որովհետև իրոք երբ որ սկսում էինք, չենք պատկերացնում, որ հնարավոր է նմանատիպ կարճ ժամանակահատվածում շատ բարդ գործընթացներ հաղթահարելով իրականացնել նմանատիպ մի նախագիծ, քանի որ Հայաստանի պատմության թանգարանը ընդհանրապես առաջին անգամ էր
փոխառելու նմանատիպ խոշոր միջազգային հեղինակություն ունեցող թանգարանից Իսկ մենք միշտ նմուշներ։ տվել ենք, բայց երբեք չէինք ընդունել։ Այո, մեր մոտից բնականաբար բոլոր գործընթացները պահպանելով մենք միշտ տվել էինք, բայց երբևէ Ընդունելու չենք արարողակարգ չենք ունեցել։ չենք ունեցել եւ դրանից հետո իրականում այս process-ը շարունակվեց։ Նախ ասեք թե ովքեր օգնեցին, որ այս իրականություն դառնա այս ծրագիրը, որտեղ բացի այն, որ բրիտանական թանգարանը համաձայնեց տրամադրել, մարդիկ էին պետք, որ նաև աջակցեին այդ գործընթացը, որտեղ թե կազմակերպչական, թե ֆինանսական առումով շատ մեծ ծավալի աշխատանք է կարել։ Այո, եւ շատ ուրախ ենք, որ գաղափարի շուրջ համախմբվեցին շատ գործընկերներ, դա բնականաբար առաջին հերթին Հայաստանյան կառավարությունն էր, իդեմս կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, նախարար Իմիջայլոց 2 անգամ հետագամ այցելեց եւ հանդիպեց բրիտանական թանգարանի տնօրեններին, նաև բնականաբար արտաքին գործերի նախարարությունը, հանձինս դեսպանատանը, Մեծ Բրիտանիայում Հայաստանյան դեսպանատանը եւ նաև Հայաստանում գործող Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, որոնք շատ մեծ աջակցություն են ցուցաբերել եւ նաև հետագա քայլը նաև կապված էր ոչ միայն կազմակերպչական, նաև ֆինանսական, շատ այսպես խնդիրների հետ, որովհետև կա բարձր ապահովագրություն կամ բարձր տեղափոխման ծախսեր եւ ընդհանրապես ցուցադրական ծախսերը շատ մեծ են։ Այս առումով նաև շնորհակալ ենք ցուցադրության գլխավոր հովանավորին Կեռոն զարգացման հիմնադրամին, որը շատ արագ ներգրավվեց ընթացքում եւ նաև անընդհատ ցուցադրության ընթացքում աշխատել է մեզ հետ մշակույթի զարգացման հիմնադրամը, մի խոսքով շատ գործընկերներ, կազմակերպություններ, որոնց դերը ուղղակի անգնահատելի է, որտեղ ամեն մեկը իր մեծ լուման դրեց եւ կանգնեց թանգարանի կողքը այս կարևոր խնդիրը իրականացնելու համար եւ Սա շատ կարևոր էր եւ նաեւ կարևոր էր նաեւ ընդհանրապես Հայաստանի համար, որ մենք նաեւ նմանատիպ չափանիշներով ցուցադրական գործունեություն սկսենք մեր երկրում եւ այսօր կարող ենք նաեւ ասել, որ այդ գործունեությունը շարունակվում է եւ շարունակվելու է եւ իր այսպես առանցքում ներառելու է շատ ուրիշ թանգարաններ, մեր ամյուս գործընկերներին եւ ինչ որ մի պահի դա նաեւ այսպես կդառնա սովորական նմանատիպ մի նորմալ գործընթաց, ինչպես շատ աշխարհի զարգացած երկրներում։ Ամփոփման ժամանակ ասացիք, որ 50,000-ից ավել այցելուներ միայն այս ցուցադրություն տեսնելու համար են եկել, դա իսկապես մեծ թիվ է մեր պատմության թանգարանի համար, թե ուղղակի ֆիքսեցինք, որ այսքան այցելու ունեցանք։ Տեսեք, այցելուների մասը այսպես է, ցուցադրությունները կախված իրենց կազմակերպման ժամանակաշրջանից, ծավալներից եւ այլն տարբեր այսպես չափանիշներով են գնահատվում։ Այս ցուցադրությունը կազմակերպել էր ոչ ակտիվ տուրիստական սեզոնի, որը շատ կարևոր էր նաև մեր հայրենակիցներին ներգրավելու համար թանգարան։ Եվ ձմռան աշնան այս ամիսներին ցուցադրությունը ներգրավեց ավելի քան 55,000 այցելու, որը աննախադեպ է անկախ Հայաստանի ցուցադրական, այսպես տարիների համար։ Թիվը մեր երկրի համար իրոք զգալի է, որովհետև մեր մոտ ցուցադրությունները ցավով եմ ասում, որ կամ թանգարանային այցելությունները դեռևս այսպես եթե համեմատենք բնակչության տոկոսային նույնիսկ այդ հարաբերակցության մեջ այդքան բարձր չեն, սա կախված է թանգարանային մշակույթի հետ եւ նույնիսկ եթե այսպեսի խնդիր դնենք, նույնիսկ խորթային տարիներին էլ նմանատիպ ինչ որ շատ այդպես բարձր վիճակագրական տվյալներ մենք չենք ունեցել։ Ոստի այս հանգամանքների կոնտեքստում կարող ենք ասել, որ շատ բարձր էր եւ նաեւ հիմք էր միգուցե նմանատիպ նախագծերը շարունակելու համար եւ մարդկանց այսպես ժամանցի մասը դարձնելու համար թանգարանը եւ այս առումով մենք շատ լավ ուշագրավ դեպքեր արձանագրեցինք, նույնիսկ ամանորյա տոներին, այդ կանանց տոներին, մենք ունեցանք
բարձր մակարդակի այցելություն մեր նաև հայրենակիցների շրջանում, որովհետև պետք է ասել, որ այս ցուցադրությունը այդքան էլ մեծ ուշադրություն չի առաջացրել հատկապես զբոսաշրջիկների մեր զբոսաշրջային լսարանի շրջանում, ինչքան մեր հայրենակիցների շրջանում։ Դե որովհետև հայրենակի մեզ համար ավելի հասկանալի է, որ Անահիտը տուն է վերադառնում, Հայաստանից գնացած Անահիտը վերջապես Հայաստանում կարող եք հանդիպել իրեն եւ այլն, այդ մոտիվը եւ այդ ենթատեքստը շատ ավելի մեզ համար է հետաքրքիր, քան զբոսաշրջիկների։ Արուսա, գիտեք, ձեզ եմ ուզում հարցս ուղղել հիմա այսպեսի մի բան։ Մենք իսկապես վատ մշակույթ ունենք թանգարաններ գնալու։ Մենք դպրոցների համար աբոնեմենտներ ենք ստեղծում, խրախուսում ենք ուսուցիչներին, որ գնան, պատմության ուսուցիչները փորձում են այս կամ ամփուլին անդրադառնալիս բերեն, ցույց տան, տեղում ներկայացնեն եւ այլն, բայց այդ մշակույթը կարծես թե չի ձևավորվում մեր մեջ։ Մենք գնում ենք օտար քաղաքներ զբոսաշրջում եւ անպայման այնտեղի թանգարաններ գնում ենք, բայց ապրում ենք թանգարանի կողքը, Երևանի բոլոր թանգարաններ չենք այցելում։ Հիմա դուք որպես զարգացման գծով փոխտնօրեն ինչ եք կարծում հատկապես այս ցուցադրությունից հետո եւ այս ակտիվությունից հետո արդյոք հույս կա, որ մեր մոտ, մեր ներսում կփոխվի այդ մշակույթը։ Իրականում պետք է նշեմ, որ վերջին տարիներին որոշակիորեն փոփոխություն արդեն արձանագրել ենք։ Ես խոսում եմ այս բaragայում ոչ միայն Հայաստանի պատմության թանգարանի մասին, այլ առհասարակ հայաստանյան թանգարանների գործունեության, այսպես ավելի ծանոթ լինելով հանդերձ։ Եվ դրան շատ նպաստում է թանգարանների կողմից առաջարկվող տարբեր ծրագրերը։ Դրանք ոչ միայն ժամանակավոր ցուցադրություններն են, դրանք հատկապես ինտերակտիվ կրթական ծրագրերն են, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք տարբեր տարիքի երեխաների հետաքրքրությունների հոգեբանության համարժեք այսպես ինտերակտիվ խաղային մեթոդներով ծրագրեր առաջացնել, որպեսզի նրանց այցերը չսահմանափակենք միայն մեկ անգամյա, նաև երբեմն գուցե փոքրինչ ձանձրալի այցերով, որից հետո այլևս ցանկություն չառաջանա վերադառնալու։ Դա այդ փոքրիկ քայլերն են, որոնց միջոցով թանգարանները փորձում են ավելի ակտիվանալ եւ ավելի գրավիչ դառնալ հատկապես դպրոցահասակ երեխաների համար։ Պետք է նշեմ, որ վերջին տարիներին բաժանորդային համակարգի ծրագրի գործածումը, եթե նույնիսկ նայենք փոքրինչ տիպողաբար է, որ պարտադիր պետք է գնալ, բայց միևնույն է, դա եւս ձևավորում է թանգարան գնալու մշակույթ։ Դա եւս հնարավորություն է երեխային բերելու թանգարանի տարածք, որից հետո արդեն տարածքում դուք կարողանաս նրա մոտ ավելի շատ հետաքրքրություն առաջացնելու։ Մայրաստվածություն Անահիտից Մարիամ ցուցադրությունը մեզ համար շատ կարևոր փորձառություն էր այդ առումով եւս, որ ինչպես նշեցինք, մեր այցելու 55,000-ից ավելի այցելու ենք ունեցել, որի երևի թե 30-40%-ը եղել են երեխաներ, այսինքն 16,000-ից ավել աբոնեմենտային համակարգով ենք ունեցել այցելուներ եւ դպրոցահասակ երեխաներ եւ ոչ միայն։ Այսինքն ինչ է սա նշանակում, որ մեր արած փոքրիկ քայլերը, որոնք գուցե 1 տարի, 2 տարի, 3 տարի դեռ այդպես նկատելի արդյունք չեն տալիս, բայց վստահեցնում եմ, որ այդ քայլերը որոշակի տարիներ հետո իրենց արդյունքը ավելի ակներև են դարձնելու։ Այդ միջոցառումները, տարբեր ծրագրերը, որ անում են թանգարանները, թեկուզ փոքրիկ քայլերով, բայց միևնույն է, որոշակի տարիներ հետո մենք դրա արդյունքը տեսնելու ենք։ Դե սերն էլ, որ տնկում են հողի մեջ, երկար ժամանակ ցույց չի տալիս, մինչև ժամանակ է պետք, մինչև ինքը հասունանա, մինչև հողը ճեղքելով դուրս գա, հետո մեծանա սաղարթներ հավաքի եւ այլն, այսինքն ժամանակը պետք է։ Չեմ սպասում, որ կախարդական փայտիկով հենց հիմա արեցիք ու հենց հիմա հերթ գոյացավ թանգարանի մոտ, բայց այդ ինտերակտիվությունը շատ հետաքրքիր ու շատ կարևոր է ժամանակակից եւ բազմազանությունը, այսինքն մենք չպետք է սահմանափակվենք միայն միատիպ կամ մեկ լսարանի ուղղված ծրագրերով։ Պետք է անընդհատ այդ բազմազանությունը պահել, որպեսզի այցելուն ոչ թե մեր խնդիրը ոչ թե այցելուին մեկ անգամ թանգարան բերելն է, մեր խնդիրը նրա բազմակի այցելությունը ապահովելն է, որ արդեն կդառնա մեր կրթության ոչ ֆորմալ կրթության գրավականը։ Շատ կարևոր է նաև այդտեղ գիդերի, էքսկուրսավարների ներկայացման այդ մակարդակը, առիթ օգտագործեմ ուղղակի շնորհակալություն ասել, որովհետև ուղղակի ձեր գիտաշխատողներից Դիանա Գրիգորյան մեզ այդ երկու ցուցադրություն 3 ժամ պատմեց ամեն մի ցուցանմուշի մասին մանրամասն քննարկելով։ Ես չզգացի, թե այդ 3 ժամը ոնց էր անցել իսկապես ու այն որ սիրահարվում ես ամեն մի նմուշին, վերասիրահարվում ես քո սեփական մշակույթին, նորովի ծանոթացում ես ու այդ ցուցադրության կապը ժապավենային այդ կարմիր եզրով դեպի հնից այդ նորը
չգիտեմ, շատ ֆանտաստիկ էր, ու իսկապես դա էլ կարևոր է թանգարան եկած մարդուն, որ ստիպեց, այնպես որ հաջորդ օրը մենք նորից եկանք ցուցադրության, ես իմ ընկերներին նույնիսկ եղեք իսկապես պետքա գնալ ուղակի ոչ թե գնալ, ես ասում եմ ոչ թե մարդ որ սիրում է գնալ թանգարան, ասում իսկապես պետքա գնալ սա տեսնել ու վայելել, էլի, այդ շատ կարևոր մի հանգամանք է, ես ուրախ եմ, որ ձեր ներկայացնող մարդիկ, այսինքն թանգարանի դեմքերը առաջին մարտիկում հանդիպում են այնտեղ, իսկապես արհեստավարն եւ իսկապես գիտեն այդ բանաձևելու նախադասությունները ձևակերպելու մոդելը, որոնք գրավիչ դարձնեն երեխաներին։ Իհարկե, որովհետև ամբողջ աշխատանքը, որ արվում է ցուցադրությունների ետնամասում, հա, մինչև ցուցադրությունը տեսնելը, էքսկուրսավարների, բացատրողների կամ կրթական ծրագրերի մասնագետների միջոցով արդեն մեր այդ փաթեթը իրենց միջոցով է ներկայացվում։ Հսկայական աշխատանքը, որ արվում է մինչև ցուցադրությունը եւ արդեն ցուցադրության ժամանակ մարդիկ տեսնում են պարզապես այսպես արված ցուցադրություն եւ չեն պատկերացնում այդ ամբողջ աշխատանքային process-ը, փուլը, դժվարությունները, որ անցնում ենք մինչև ներկայացնելը, արդեն այցելուին հասնում է էքսկուրսավարների եւ կրթական ծրագրերի մասնագետի միջոցով եւ բնականաբար հենց նրանց ներկայացնելով է որ հետագայում այցելուի մոտ ցանկություն կարող է առաջանալ կամ չառաջանալ վերադառնալու թանգարան դրա համար եւ նրանց մոտեցումը եւ այն մեթոդները որ կիրառվում են էքսկուրսիաների եւ կրթական ծրագրերի ընթացքում միանշանակ շատ կարեւոր են եւ միանշանակ անընդհատ այսպես սովորելու զարգանալու եւ բարելավելու կարիք կա Պարոն Պողոսյան, քանի գիտաշխատող եք ներգրավել այս աշխատանքում եւ ոչ միայն գիտաշխատող, գիտեմ իհարկե, որպես տնօրեն վարչական առումով շատ ծանրաբեռնված եք, բայց նաեւ գիտական մասը ձեր ուշադրությունից դուրս չի։ Հիմա ասեք, քանի հոգու եք տանջել։ Պետք է ասել, որ եթե նույնիսկ տանջել եմ հաճախ նաև ցուցադրության բացելուց հետո բոլորի այդ ուրախությունը եւ ժպիտները մի կողմ են, հա։ Չէ, տանջելը վատ իմաստով չեմ ասում։ Հա, իրոք շատ ծանրաբեռնված դժվարին աշխատանք է, բայց երբ որ արդեն արդյունքը երևում է եւ հանրությունը նաեւ հիմնականում գոհ է, մարդիկ շատ արագ մոռանում են նաև այս իրենց չարչարանքը, բայց դա կարևոր է, որովհետև գիտությունը, գիտական աշխատանքը թանգարանի հիմքում է եւ թանգարանային գործունեության բոլոր հատվածների հիմքում է, սկսած տեխնիկական հատվածներից միջև զուրջ բովանդակային հատվածներ, ամբողջովին գիտամասնագիտական գործունեության վրա է թանգարանը կառուցում կամ փորձում կառուցել, որովհետև իրականում շատ բարձ եւ բազմաշերտ մի օրգանիզմ է թանգարանը, բաղկացած տարբեր տիպի, տարբեր ոլորտների, այսպես մասնագիտությունների մի համադրությունից, այնտեղ եւ հումանիտար, եւ տեխնիկական, եւ տարբեր տիպի, գիտություններ, այսպես համադրում են եւ միջդիսցիպլինար մի հատված է։ Այս առումով մի քիչ դժվար է ասել, քանի գիտաշխատող ներգրավեց այս ցուցադրության կազմակերպմանը, բայց մեր ցուցադրությունների ժամանակ սովորաբար ողջ մասնագիտական եւ տեխնիկական թիմը ներգրաված է լինում տարբեր, այսպես փուլերում եւ քանի որ կոնտեքստը բավականին ընդլայնված էր այս դեպքում ունենք սկսած նոր քարեդարից միջև քրիստոնեական նոր շրջան, այս փուլերը, այսինքն բոլոր բաժինները, բոլոր հատվածների պահոցները, իրանց ներդրումը ունեցել են եւ նաեւ մնացած այսպես ասած աջակցող օժանդակ բաժինները բնականաբար որովհետև ամեն ինչ արված էր նորովի այս ցուցադրության մեջ, սկսած ցուցադրության այդ հատվածների, այսպես կոսմետիկ վերանորոգումից, մինչև ցուցադրական կահույք, նոր անվտանգության տեխնիկա, դռներից սկսած, մինչև նոր լուսային համակարգ եւ բոլորը բնականաբար արվել են նաեւ այսպես չափանիշների, ստանդարտների հիման վրա, որովհետև բրիտանական թանգարանը ունի բոլոր հատվածների համար ստանդարտներ եւ նաեւ հատկապես իրենց ցուցանմուշների առումով եւ այս առումով նաեւ ոչ միայն թանգարանի աշխատակազմը, մենք աշխատել ենք թանգարանից դուրս գործընկերների հետ,
մասնավորապես ցուցադրություն ունեցել է իր ճարտարապետը պարոն Կարեն Բալյանը իր թիմի հետ ճարտարապետների ունեցել ենք գործընկեր Արկանել ընկերությունը, որը մասնագիտական բարձր բան ունի, վարկանիշ ունի այս առումով ցուցանմուշների տեղափոխության, ցուցադրական տեխնիկական ապահովման հետ, սա մի հետաքրքիր այսպես եւ նաեւ այլ գործընկերներ, որոնց անունները պետք է ներողությամբ, շատ բոլորին չեմ կարող թվարկել, շատ են, բայց բոլորի ներդրումը մեծ էր եւ այս առումով նմանատիպ պրոյեկտներում նույնպես թանկային ցուցադրությունների ընթացքում, որտեվ պատկերացրեք 400,000-ից ավելի ցուցանմուշ եւ թեմաներ, որոնք կարող են առնչվել տարբեր այսպես խնդիրների լուծմանը եւ թեմատիկ եւ նաեւ բովանդական եւ տեխնիկական առումով։ Մի լավ բան էլ տվեց ըստիս իմ համեստ կարծիքով ասեմ, որ սա հնարավորություն տվեց, որ մեր գիտնականները, գիտաշխատողները իրենց գիտելիքը թարմացնեն, նոր փաստեր գտնեն, բրիտանական թանգարանի գիտաշխատողների հետ աշխատեն, համատեղ ինչ-որ նոր նյութեր բարձրաձայնեն եւ նորովի ներկայացնեն դա եւ մասնագիտական առումով նաեւ իրենց համար էր դա օգտակար, եթե չեմ սխալվում, սա հնարավորություն պիտի տա, որ շարունակեն գիտական համագործակցությունը հետո, չէ՞։ Այո, իհարկե, եւ բրիտանական թանգարանի մեր գործընկերները իհարկե եկան, նաեւ հատուկ բանախոսություններով հանդես եկան, որտեղ ցուցադրության հանրային ծրագրերը ուներ այսպես նաեւ հատվածը, ուներ նաեւ շարք գիտական բանախոսությունների շարք ուներ եւ Մերձավարարելքի դեպարտամենտի հայտնի հետազոտող Իրվին Ֆինկելը, հունարոմեական դեպարտամենտի ղեկավարը Թոմաս Հարիսոնը, նույն Ջեյմս Ֆրեյզերը, որը հիմա էլի հնագիտության ինստիտուտի ղեկավար է արդեն Երուսաղեմում, նույն Լուսիա Գանինգը, որը հենց ցուցադրության կատալոգում ունի հոդված, Լոնդոնի այդ համասարանական քոլեջից, այսինքն մասնագետներ նրանք եկան եւ նաեւ փորձի փոխանակություն եւ շատ ուրախ ենք, որ նաեւ իրենց այսպես դրական եւ կարեւոր կարծիքը նաեւ լսելու հնարավորություն ունեցանք եւ շատ ուրախ ենք, որ նաեւ իրենք ինչ որ առումով զարմացած էին այս ցուցադրական ժամկետների առումով, որովհետեւ օրինակ բրիտանական թանգարանում նմանատիպ նախագծերը 3-ից 5 տարի է Իրենք դանդաղ են աշխատում, մեզ մոտ ամեն շատ արագ է լինում, մենք կարողանում ենք արագ կազմակերպել։ Իրականում արագությունն էլ իր խնդիրները ունի, թերությունները ունի եւ երկար աշխատելն էլ ունի իր առավելությունները, բայց այնուհանդերձ ուրախ ենք, որ հիմնականում մեր սպասված արդյունքները ակնկալիքները իրականացան ցուցադրության հետ կապված եւ նրանք նաեւ հիմք դարձան շարունակելու եւ նոր նախագծեր զարգացնելու համար։ Անուսյակ իսկ դասախոսությունների այդ շարքը, որը իհարկե որոշ առումով վերաբերում էր պարոն Պողոսյանի ասած վերաբերում էր հենց Անահիտից Մարիամին, նման շարք ունեք ու դուք բարբերաբար հրավիրում եք տարբեր թեմաներով դասախոսությունների, ինչ նպատակ ունի եւ որ լսարանի համար է, ովքեր կարող են գալ մասնակցել, ինչ կերպ է դա լինում։ Իրականում ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում թեմատիկ դասախոսությունների այդ պրակտիկան մենք արդեն մի քանի տարի է իրականացնում ենք եւ Անահիտից Մարիամ Այրաստվածություն ցուցադրության շրջանակում եւս շարունակեցինք, պարզապես ի տարբերություն նախորդ ցուցադրությունների այս դեպքում ներգրաված են նաեւ միջազգային փորձագետներ, ինչը այսպես շատ կարևոր մեզ համար նոր նշաձող էր եւ փորձելու ենք մեր միջազգային մյուս ցուցադրությունների շրջանակում եւս պահպանել այդ նշաձողը։ Լսարանը ամենատարբեր կարող է լինել, որովհետեւ թեմաներն են տարբեր։ Յուրաքանչյուր ժամանակավոր ցուցադրության շրջանակում մենք բնականաբար մի դեպքում փորձում ենք հնագիտական որևէ այսպես շրջան ներկայացնել, մյուս դեպքում ազգագրական, նորագույն կամ համադրել դրանք մեկ այլ թեմայի շրջանակում եւ տվյալ ժամանակավոր ցուցադրությունների շրջանակում բանախոսությունների շարքը ավելի լայն հնարավորություն է տալիս նեղ թեմաները նորովի բացահայտել
լինելու, որովհետև յուրաքանչյուր մասնագետ իր այսպես մասնագիտական ուղղվածության համահունչ ներկայացնում է թեման, երբեմն կարծիքների տարաբնույթ կարծիքներ են հնչում, երբեմն միանման կարծիքներ են հնչում, բայց դա հնարավորություն է տալիս մեր լսարանին ավելի խորը բացահայտելու ներկայացվող թեման դրա բոլոր շերտերով հանդերձ։ Շնորհակալություն իհարկե մենք էլ կփորձենք հնարավորության սահմաններում ներկայացնել հրավիրել մարդկանց, բայց արդյոք դրանք տեսագրվում են եւ համացանցում գոնե հետո հնարավոր է լինելու նայել, որովհետեւ ճիշտ ասած առողջական պատճառով երկու անգամ շատ լուրջ հիվանդացա եւ դասախոսներին չկարողացա գալ բրիտանական թանգարանից, որ եկել են, բացակայեցի, բայց չգիտեմ, եթե կա, ես գոնե տեսագրությամբ նայեմ վայելել։ Բրիտանական թանգարանի մեր մասնագետների դասախոսությունները բարեբախտաբար ձայնագրված ունենք եւ Հայաստանի պատմության թանգարանի YouTube-յան պաշտոնական ալիքում տեղադրված է։ Հայաստանյան դասախոսությունների շարքը ցավոք դեռ չունենք, բայց այդ բացը առաջիկայում եւս լրացնելու ենք, որպեսզի կարողանանք մարդկանց հնարավորություն տալ ներկա չգտնվելու դեպքում հետագայում այդպես առցանց տարբերակով հաղորդակից լինելու այդ դասախոսություններին։ Ամեն դեպքում սովորել ենք էլի առցանցի հետ կապված ապրում ենք որոշակյորեն նաև առցանց եւ այնտեղ էլ լինի մեր մշակույթը շատ հավես։ Իհարկե միանշանակ պարզապես երբ որ ներկա ես լինում դասախոսություններին, հենց անձնապես դա հնարավորություն է տալիս ոչ միայն դասախոսությունը լսելու, այլ նաև ցուցադրությունը դիտելու եւ դասախոսությունը լսելու, որի դեպքում ավելի այսպես տեսականորեն նյութը համադրվելու է արդեն լսողական նյութի հետ եւ այսպես համադրություն է լինելու, դու կարող ես նյութը տեսնել, հետո դրա մասին հետաքրքիր տեղեկույթ ստանալ։ Բնականաբար հետագայում արդեն այդ ամենը կտեղադրվի կայքում 360 տարբերակով 360 աստիճանով հիմա հասանել է նաև ցուցադրությունը, այսինքն ցուցադրությունները փակումից հետո դրանք հասանելի են նաև մեր կայքում առցանց տարբերակով, այսինքն իրենք նորից բացվում են այլ ձևաչափով։ Երբեմն մտավախություն կա, որ ցուցադրվում է կամ տեսագրվում է կամ ֆոտոյով կարող են նայել, դա մարդկանց կարող է հետ բերել թանգարանից, բայց ասեմ, երբ որ դու մի բանը նայում ես, դու ուզում ես գնալ այդ հանդիպման հրճվանքը զգալ, որտեղ մի բան է, որ դու ֆոտոյով ես տեսել, եւ մի բան է, երբ որ դու հենց հիմա հանդիպեցիր, հենց հիմա լսեցիր, հենց հիմա գոնե վիզուալ շատ մոտ կոնտակտ ունեցար, այդ մի ուրիշ շրջանք է լինում եւ իրականում այո, եւ այդ ես էլ ասենք եթե լսեմ դասախոսություն, վստահաբար ցանկություն պիտի առաջանա մեկ քայլ արագ անել ու հասնել այնտեղ դա տեսնելու։ Լավ, քանի որ մենք դեռ երկար կարող ենք զրուցել, ինձ մի կարևոր հարց է հետաքրքրում, որտեղ ժամանակը մեզ մոտ սպառվում է։ Առաջիկա ծրագրերի մասին խնդրում եմ լուսաբանեք, ինչ ենք սպասում, որովհետեւ այս մեծ ծավալի աշխատանքից հետո չեմ կարծում, որ դուք կգնաք եւ հանգիստ կնստեք։ Իրականում չենք կարող հանգիստ նստել, շատ կուզենանք։ Չէ, չենք դա։ Որովհետեւ այս տարի եւս առաջարկում ենք մեր այցելուներին շատ հետաքրքիր միջազգային նախագծեր։ Արդեն իսկ այս ամսվա վերջում սպասում ենք մի նոր հետաքրքիր հավաքածու, հնագիտական հավաքածու Նիդերլանդների մեր գործընկեր թանգարանից, Դրենց թանգարանից հետաքրքիր համադրություն է լինելու մեր հնագիտական հավաքածու եւ այս թանգարանում պահպանվող հնագիտական նմուշների հետ թույլ տալով այցելուներին հետաքրքիր զուգահեռներ ունենալու տարբեր երկրների համաժամանակյա հավաքածուների մեջտեղում։ Եվ մեկ այլ հետաքրքիր եւ կարեւոր նախագիծ է, շարունակելով նաեւ հատուկ միջազգային նախագծերը Լուվրի հետ սպասվող ցուցադրությունը կրկին սեպտեմբերից մարտ ընկած 6 ամսյա ժամանակահատվածում առաջին անգամ Հայաստանի պատմության թանգարանը կհյուրընկալի Լուվրից 16 ուշագրավ արժեքներ, որոնք վերաբերում են արևելաքրիստոնեական մշակույթին եւ դրանք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանի համապատասխան հավաքածուների հետ մշակութային երկխոսության այս ձևաչափով։ Սա շատ կրկին սպասված իրադարձություն է, եւ Հայաստանի պատմության թանգարանը դեռ անցած տարի հուշագիր ստորագրեց Լուվրի հետ եւ նաեւ նախարարության աջակցությամբ այս համագործակցությունը աշխարհի հեղինակավոր այս թանգարանի հետ շատ այդպես
գնալով սերտանում է շատ սպասվելիք ծրագրեր ունենք եւ Հայաստանում եւ Փարիզում եւ Ֆրանսիայում մեկ այլ կարևոր նաեւ նախագծեր են մեր ցուցադրության վերաբացումները որովհետեւ վերանորոգումից հետո մեզ առաջին 2-3 տարիներն եւ դեռ շարունակվում է անդադ մենք հատված առ հատված վերաբացում ենք Թանգարանի մշտական ցուցադրությունները եւ Թանգարանային գիշեր միջազգային այս համաեվրոպական ակցիայի շրջանակներում այս տարի հնարավորություն կունենանք հարյուրավոր նոր նմուշներ հասանելի դարձնել մեր հանրությանը 15-ից 18-րդ դարերի ժամանակահատվածին վերաբերվող նոր ցուցասրահների այո ցուցասրահները ներկայացնելու մեր հանրությանը որտեղ նաև ներառված կլինի հայկական գաղթօջախներից հետաքրքիր հավաքածուներ մի խոսքով այս տարի կրկին ունենք շատ նախագծեր եւ մշտական եւ ժամանակավոր ցուցադրությունների համատեքստում եւ ընդհանրապես տարաբնույթ այլ մշակութային ծրագրեր բացի ժամանակավոր ցուցադրություններից եւ նաեւ մշտական ցուցադրության վերաբացման այդ գործընթացից մեզ մոտ շարունակվում են նաեւ միջազգային գիտաժողովները յուրաքանչյուր տարի 1 կամ 2 միջազգային գիտաժողով ենք ունենում եւ այս տարի եւս ունենալու ենք սահմանադրությանը նվիրված գիտաժողով թանգարանների գիշերվա եւ թանգարանների միջազգային օրվա շրջանակում փոքրիկ բայց շատ հետաքրքիր նախագծով ենք հանդես գալիս որի մասին ուզում եմ հատկապես շեշտադրել քանի որ այս տարվա խորագիրը թանգարանների դերն է արագ զարգացող համայնքներում մենք դրա շրջանակում որոշեցինք եւ երկու օրն էլ եւ թանգարանների գիշերը եւ թանգարանների միջազգային օրը հնարավորություն տալ մեր այցելուներին շրջայց ունենալու բարբառներով ամենատարբեր բարբառներով այո Արցախի Գյումրիի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ այլն, այնպես որ առաջիկայում մեր կայքեջում եւ սոցցանցերի պաշտոնական էջերում կդրվի հայտարարություն հստակ ժամերով մուտքը ազատ է լինելու եւ շրջայցների եւ այսպես թանգարան այցելության այդ ժամերին եւ բոլոր այցելուները հնարավորություն կունենան իրենց հարազատ բարբառով ծանոթանալու մեր պատմությանը։ Այդ մի հրաշալի բան եք ասում, մենք մի քանի տարի փորձում ենք միանալ այն մարդկանց, ովքեր որ բարբառները պահելու ջատագովությամբ են զբաղված, մենք ունենք բարբառը մենք ենք մի նախագիծ, որի շրջանակում տարբեր բարբառակիր մարդկանց հրավիրում ենք որևէ պատմություն, հեքիաթ, առակ պատմելու, իրենց բարբառով նույնիսկ փորձ ենք այլ հայկական էպոսը, ասենք Արցախի բարբառով, Լոռվա բարբառով, այնպես տարբեր Մարտունու բարբառով, տարբեր ներկայացնելու, եթե ինչ որ ձևաչափ կլինի, մենք էլ այդպես շատ հավեսով կարող ենք այդպես բոլորին հավաքել եւ ինչ-որ սիրուն ձևաչափով։ Իդեպ պիտի շնորհակալություն ասեի ձեզ նաեւ, որովհետեւ Սուրբ Սարգսի տոնին դուք Անահիտից Մարիամ այդ ցուցադրության ժամանակ հատուկ սիրո տոնին առիթով մի գեղեցիկ ակցիա եք կազմակերպել Ներսես Ավետիսյանի եւ իր կնոջ հետ որ արեց ու իսկապես այդ շերտը երբ որ տոնին բոլորն են միանում ամեն մեկի իր ձևաչափով իր հնարավորությամբ այդ շատ ներշնչող ու շատ լուսավոր թանգարան իսկապես անմասն չի բնում եւ եկեղեցական եւ ազգային բոլոր տոներին եւ յուրաքանչյուր տոնին համապատասխան այսպես որևէ ձևաչափով միջոցառում ներկայացնում է բացի այ ժամանակավոր ցուցադրությունները որոնք մեր գործունեության հիմքն են հիմնական մասն են բայց ուղեկից լրացնող աջակցող այս միջոցառումների շարքը եւս մեզ մոտ շատ բազմազան է այնպես որ յուրաքանչյուր տարիքային խմբի եւ հետաքրքրություններ ունեցող այցելուների համար մենք այսպես որևէ ծրագիր կարողանում ենք առաջարկել։ Այդ շատ լավ է։ Կուզենայի ասել, որ թանգարանում հիմա գործում է մի շատ կարևոր ցուցադրություն, դա բացվել է Ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակներում, բայց համագործակցություն է Մարսելի մեր հայ համայնքի Արամ հիմնադրամի հետ, որտեղից առաջին անգամ 50-ից ավելի նմուշներ են հյուրընկալվել պատմության թանգարանում, համադրվել են մեր հավաքածուի հետ եւ որոշ նյութեր նվիրաբերվել են թանգարանին, այս ցուցադրությունը գործելու է մինչեւ այս ամսվա մայիսի 25-ը, այնպես որ կառաջարկեի մեր այցելուներին բաց չթողնել դիտելու այս ուշագրավ նախագիծը, որը իրականում նոր ձևաչափ է նաեւ Սփյուռքի մեր համայնքների հետ, այնտեղ պահվող հավաքածուների հետ հետաքրքիր համադրություններ ունենալու եւ Հայաստանում նաեւ իրենց պատմությունները ներկայացնելու առումով։ Մի հատ էլ հարցնամ ու ամփոփենք ուղղակի պատմության թանգարանում պահող ամենատարեց ցուցանմուշը որն է։
որ ժամանակաշրջանն է վերաբերում։ Տեսեք, մշտական ցուցադրության մեջ հիմա մեր այցելուները, որ գալիս են, հենց առաջին ցուցանմուշը մեզանից 1.8-ից 1.6 միլիոն տարվա վաղեմություն ունեցող քարե աշխատանքային գործիք է, պեղված Հայաստանի հյուսիսից, եւ հենց այդտեղից էլ սկսվում է մեր ցուցադրական պատմությունը։ Իսկ դրա ամենասիրած ցուցանմուշը ո՞րն է։ Տեսեք, այդ սխալ կլինի այդպես։ Դե հա մեր երեխաները բոլորն են հավասար ասել, ինձ որպես թանգարանագետի հետաքրքիր է այդ ցուցադրությունն, այդ առարկաների համալիրը, որտեվ առանձին իրանք այսպես ավելի հետաքրքիր են, հա, որոշ գիտական նեղ ուսումնասիրությունների համար, բայց թանգարանագետի համար հետաքրքիր է այդ դրանց հանդիպումը պատմական եւ այդ միջավայրը պատմական, որ նաեւ պատմական է դառնում իրենց շնորհիվ, եւ նաեւ այդ միջավայրում հենց այցելուն, որովհետեւ թանգարան այս երամիասնությունն է, հա, ժառանգություն, մասնագետներ եւ այցելուներ, որոնցից մի տարի բացակայությունը արդեն իսկ թանգարանի հետ կապված խնդիրներ է առաջացնում։ Երոտանից սկսում է ջոջվել։ Այո։ Ինձ համար հետաքրքիր է որպես մասնագետ այս միջավայրը եւ ամեն ցուցադրական տարածքում ունեմ նաև հա իմ նախընտրելի հատվածները, եթե իհարկե նաև այցելեք այդ ցուցադրական հատվածներ, այնտեղ նաև կտեսնեք այդ շեշտադրումները նաև թանգարանի հետ կողմից, ոչ միայն նաև իմ անձնական, այլ թանգարանի կողմից, հա որոշ առարկաներ հատուկ են ցուցադրված, առանձին են ցուցադրված, սա էլ է կարևոր, որ առանձին հատվածներ նաև հատուկ ուշադրության արժանացնենք շեշտելու համար այդ ժամանակների համար կարևոր երևույթներ, հա, որովհետև մենք ինչքան էլ ներկայացնենք, բնականաբար դրանք դետալներ են այդ ժամանակից, հատվածներ են այդ ժամանակից։ Մարդիկ պետք է այստեղ այդ հավաքածուների միջոցով զգան ամենակարևոր երևույթները, որոնցով մարդիկ ապրել են այդ փուլում, այդ ժամանակահատվածում։ Պարոն Պողոսյան, կամ ձեզ արուսեք ֆիլմեր կան, չէ, որ ցույց են տալի, երբ որ թանգարանը փակվեց, մարդիկ գնում եւ ցուցանմուշները սկսում են կենթանանալ, ապրել իրենց ուրույն կյանքով։ Երբևէ մտածել եք, որ կարելի է գնալ գիշերը տեսնել ինչա կատարվում այնտեղ։ Այսպես փոքրիկ գաղտնիք բացահայտեմ, որ յուրաքանչյուր խոշոր ցուցադրությունից առաջ, միջազգային ցուցադրություններից առաջ երբեմն ստիպված ենք լինում մինչև կեսգիշեր եւ անց մնալ եւ աշխատել այնպես, որ որոշակիորեն ականատես ենք լինում նաեւ գիշերային թանգարանին, անկախ այն բանից, թե դու թանգարան այցելում, օրվա որ ժամին այցելես թանգարան, իրականում մեզանից յուրաքանչյուրը կարող է պատկերացնել տվյալ առարկայի, տվյալ իրի կենթանացված տարբերակը եւ այդ տեղեկույթը ստանալ իրենից հենց կենթանի ձևով։ Ես ավելացնեմ, որ նաեւ այսա շատ կարեւոր հանգամանք է, որ ասում եք, որտեւ այցելուները շատերը նաեւ այդպես են գալիս թանգարան, որտեւ ինքը ոչ միայն գիտելիքների, այսպես աղբյուր է, այլ նաեւ զգայական միջավայր է, որը մարդուն այսպես երևակայորեն տանում է, հա, տարբեր ժամանակներ եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ մարդիկ գան տեսնեն հենց բնօրինակ նմուշները, որովհետեւ մենք ունենք նույն այս Անահիտի հետ կապված կոպիաները, հա, կրկնօրինակները, բայց հավատացեք լրիվ ուրիշ հաճույք է, երբ որ դու կանգնած ես բնօրինակի առջև, դա ուրիշ մի զգայական կապ է ուղղակի առաջացնում, բացի այն գիտելիքների, այդ կոնտեքստը եւ այլն, այդ շահ կապված, հա, էմոցիոնալ, հա, բանական, բովանդակային այս միջավայրն է, որ թանգարանը հետաքրքիր է դարձնում եւ մեր համար էլ իրականում։ Մի անգամ մեր սրբազանը Նավասար սրբազանը պատմեց, ոնց է Ջենովայում ինքը տեսել Քրիստոսի այն պատկերը, որը Աբգար թագավորի նկարչի միջոցով արվել է եւ հիմա պահպանվում է Իտալիայում, ասում է տեսել էի բազմաթիվ լուսանկարներ, կարդացել էի դրա մասին, ասում բայց այն հանդիպումը, որ դու տեսնում ես կենթանի հետ շփման ժամանակ, լրիվ ուրիշ էմոցիաներ, լրիվ ուրիշ զգացողություններ է առաջացնում եւ հենց իսկապես ձեր ասածն էլ հենց դրա մասն է, այդ հանդիպման հաճույքը, հանդիպման հրճվանքը կարող է զգալ միայն տեղում աշխարհի լավագույն 360 աստիճան նկարահանումներ լինի, լավագույն որակով լուսանկարներ լինի,
այդ էմոցիան չի կարող Դա գիտեք շատ նման է པարզ մարդկային նաև հարաբերություններին, երբ որ դու կարող ես քո հարազատին, չէ, քո հարազատի հետ խոսել հեռախոսով կամ այլ թվային միջոցներով, բայց բոլորովին այլ բան է, երբ որ անձնապես հանդիպում եւ զրուցում ես։ Այդ թանգարանային իրի հետ էլ այդ անձնական հանդիպումը իրականում իսկապես վերածում է զրույցի, երկուսի զրույցի, որից կարող է այսպես հետաքրքիր գաղափարներ, զգացողություններ ու երևակայություն ծնվել։ Շնորհակալություն ձեզ անչափ շատ, ես չարաշահեցի իհարկե մեր ունկնդիրների ժամանակ, որտեվ ավելի շատ ձայնագրեցինք, քան մեզ հատկացված ժամանակն է, բայց իսկապես անչափ շնորհակալ եմ թե ձեր ջանքերի համար, թե ձեր նվիրումի համար, որ պատմության թանգարանը այս օրերին, այս տարիներին դարձնում եք ավելի հետաքրքիր, ինտերակտիվ եւ մարդկանց բերում եք հանդիպելու իրենց ինքնության, իրենց պատմության, իրենց արմատների հետ։ Եվ շնորհակալություն, որ այսօր ինձ պատմեցիք այդ գեղեցիկ ու հետաքրքիր պատմությունները, որոնք շատերի ականջին, շատերի աչքից հեռու են մնում, որտեղ մի բան է դու գնում ես, տեսնում ես եւ մի բան է դու չես պատկերացնում, թե ինչպես է դա հասել այդտեղ։ Մենք ենք շնորհակալ եւ նաեւ շնորհակալ ենք մեզ հետ նաեւ աշխատելու, սա էլ շատ կարեւոր գործընկերային հատված է այս ցուցադրությունների ներկայացման եւ լուսաբանման համար, որովհետեւ մեր համար շատ կարեւոր է, որ մենք նաեւ համատեղ կարողանանք մեր մշակութային ժառանգությունը ներկայացնել։ Ինքնություն հաղորդումը սիրով պատրաստ է համագործակցել այն պահին, երբ որ դուք կզգաք, որ հանրայնացնելու կարիք ունեք, սիրով միշտ պատրաստ ներկայացնելու։ Մենք ես հաճախ հյուր կգանք այդ Ես մեծ սիրով, դուք ինձ մի վախեցրեք, ես մեծ ուրախ կլինեմ, որովհետև տաղավարում փորձում են գտնել մարդկանց, ովքեր ասելիք ունեն, ովքեր լույս են տարածում, ովքեր լույս են սփռում եւ ովքեր մեզ հնարավորություն են տալիս մի քիչ ավելի լավը դառնալու։ Շնորհակալություն։ Ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ, ես հիշեցնեմ, որ այսօր տաղավարում ես իրով հյուրընկալել եմ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն պարոն Դավիթ Պողոսյանին, ով նաև մանկավարժական գիտությունների թեկնածու եւ դոցենտ է, եւ Հայաստանի պատմության թանգարանի զարգացման գծով փոխտնօրեն Արուսակ Ղազարյանին։ Շնորհակալություն ձեզ, կհանդիպենք ինքնության հաջորդ կայարաններում։ Ցտեսություն։